Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել Պաշտպանության նախարարի կողմից զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարման կամ գործունեությունը դադարեցնելու մասին։ Նախ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997 թվականին ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Առաջինի կողմից, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից։ Նրանք են ստեղծել հոգևոր ծառայությունը։ 2000 թվականին սեպտեմբերի 14-ին հաստատվել է կանոնադրությունը ամենայն հայոց կաթողիկոսի և պաշտպանության նախարարի կողմից զինված ուժերում հոգևոր ծառայության կանոնադրությունը, ընդ որում դրա համար նաև հիմք է ծառայել պաշտպանության նախարարի հուլիսի 19, 2000 թվականի թիվ 728 հրամանը։ Ես ուզում եմ ձեզ ընթերցել այդ կանոնադրության նպատակներից երկուսը։ Ուրեմն այսպես. Հայաստանի զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն։ Մյուսը. Հայաստանի զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային հայրենասիրական ոգով։ Հոգևոր ծառայությունը ուներ հետևյալ կառուցվածքը. զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ և բանակային կորպուսների ու զորամասերի հոգևոր սպասավորներ։ Մինչև 3 հոգևոր ծառայության մեջ ներգրաված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը ժամկետային զինծառայող են, 34-ը կամավոր մայրաթորի կողմից նշանակված, ընդ որում նրանցից մեկը վարդապետ, 16-ը քահանա և 17-ը սարկավակ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 29-ին սույն թվականի ընդունել է թիվ 159 հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչել Պաշտպանության նախարարի 2000 թվականի հուլիսի 19-ի հրամանը։ Այս հրամանով Պաշտպանության նախարարը փաստացի փորձ է արել դադարեցնել հոգևոր ծառայության գործունեությունը։ 42 հոգևորականներից միայն 8-ն են մնալու ծառայության, իսկ 34-ը այլևս չեն ծառայելու։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս իր հրամանով ուրեմն ինչ է խախտել։ Առաջին. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածն է խախտել։ Ես մեջբերում եմ այդ նորմը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Երկրորդը, պաշտպանության նախարարը խախտել է պաշտպանության նախարարի կողմից և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված կանոնադրության 5.1 կետը։ Ինչ է ասում այդ կետը։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միայնակ չէր կարող լուծարել այս ծառայությունը, մինչդեռ արել է հենց այդ։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեսները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնված հակաեկեղեցական ծրագրին։ Գնդերեսների հետ կապված հանդիպումների ճնշումների մասին մամուլում նաև հրապարակումներ եղան։ Սա իրավական կողմն է, իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունը իրականում թիրախավորել է ազգային եկեղեցուն։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, անում են ուղիղ հակառակը։ Փոխանակ բանակի ղեկավարությունը ամեն ինչ անի, որ ունենանք իսկական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը և ինքն էլ իր հերթին միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Իրական քրիստոնյա զինվորականը նա է, ով հավատում է Քրիստոսին, չի վախենում մահվանից։ Դուք պատկերացնում եք, թե այդ դեպքում մենք ինչ անձի և ինչ պաշտպանի հետ գործ կունենանք։ Մարդ, ով մահվանից չի վախենում, նա չի լքի իր ընկերոջը նեղության պահին, փոքրոքության պատճառով չի փախչի, փախուստի չի դիմի և պատրաստ կլինի իր Աստծու և հայրենիքի համար նահատակության գնալ։ Այսպիսի մեկ զինվորը արժե թշնամու 100 զինվորից ավելին։ Եվ պատկերացրեք հիմա եկեղեցականներին մուտքը ըստ էության արգելելով
մեր բանակ, ինչ մեծ վնաս են հասցնում բանակին եւ մեր ազգին։ Հավատացեք, եկեղեցահալած այս քաղաքականության հաշիվը վճարելու ենք ազգով եւ ծանր ու մեծ գին ենք վճարելու։ Ցավալի է այս գիտակցումը, բայց բնականաբար այլ տարբերակ մենք չունենք, քանի որ իշխանությունը անում է ինչ որ մտքին գալիս է եւ մեր հանրությունն էլ ցավոք պատշաճ կամ այնպիսի արձագանք չի տալիս, որ այս իշխանությունն իր տեղը իմանա։ Լավ մնացեք։